Մի վախեց, մի վախեց։ Ես ընտրել եմ աշխարհի ամենալավ մասնագիտությունը։ Մասնագիտություն, որն ապահովում է մեր սեղանին հասնող կաթնամթերքի ու մսամթերքի անվտանգությունը, քանի որ ամեն ինչ սկսվում է կենդանու առողջությունից։ Թեև այս մասնագետների դերը որպես հանրային առողջության կարևոր երաշխավոր որոշ չափով անտեսվել էր, այսօր այն կրկին արժևորվում է, վստահեցնում է 30-ամյա փորձ ունեցող անասնաբուժը։ Անասնաբուժությունը կարևոր մասնագիտություն է, ժամանակին շատ չէր գնահատվում, բայց հիմա արդեն զգացվում է, որ ուշադրության տակ ենք եւ պետության կողմից եւ թեկուզ հասարակության կողմից հարգված։ Մի ժամանակ դեֆիցիտ էր, անասնաբուժ մասնագիտություն ընտրող չկար, պակաս ունեինք անասնաբուժի, բայց մի համոզված եմ, որ մեր երիտասարդները արդեն ձգտում ունեն սովորելու ու այս դուալ կրթությունը ահագին առավելություն բերեց մեր այս ճյուղի վրա, երեխեքը հավեսով են արդեն մասնակցում իրանց թեկուզ մասնագիտականին։ Օրինակ ես 10 հատ աշկերտ ունեմ, գոհ եմ իրանցից։ Ով որ ձգտում է, որ մասնագետ դառնա, պայքարում է ու դառնում է։ Մենք չենք խնայում, ամեն գիտելիք ցույց ենք տալի հենց բնական կենդանու վրա, կադրեր կունենանք, լավ մասնագետներ կունենանք։ Նոր սերնդի մասնագիտական ընտրության վրա մեծ ազդեցություն է ունեցել փորձ-ուսուցման համակարգի ներդրումը քոլեջներում, որը հնարավորություն է տալիս աշկերտներին գործնական հմտություններ ձեռք բերել ֆերմաներում հմուտ մասնագետների կողքին։ Ասեղը 45 աստիճանի տակ պահի, մի քիչ էլ հետ ես տալիս, ու արուն եկա, ու սիստեմայի շլանգը միացնում ես մեջը։ Հասկացար։ Երբ ընտրում եմ այս մասնագիտությունը, հասկանում եմ, որ դա հեշտ ճանապարհ չէ։ Սակայն գիտակցելով, որ գործ ունեմ մարդկային կյանքերի հետ, որոշեցի, որ պետք է աշխատեմ ու դառնամ անասնաբուժ։ Ես ուզում եմ, որ մեր երիտասարդ ուսանողները ոչ միայն սովորեն լսարանում, այլ նաև ֆերմայում, դաշտում, ու այդ հնարավորությունը տալիս է միայն դուալ կրթությունը։ Ես ունեմ տասնյակ ուսանողներ, որոնք շատ լավ տիրապետում են իրենց մասնագիտությունին։ Իմ կարծիքով ապագա անասնաբուժներ են իրանք։ Եվ հենց այս երիտասարդ մասնագետներն են բերում նոր որակ, ապահովելով անասնաբուծության կայուն զարգացումը մեր երկրում։ Ֆերմերի համար անասնաբուժը շատ կարևոր գործընկեր է։ Լավ անասնաբուժ ունենալու դեպքում ֆերման գրանցում է մեծ հաջողություններ, մեծ վերելքներ, կանխվում են հիվանդությունները ժամանակի ընթացքում եւ ֆերմերը չի կրում կորուստներ։ Ուրախ եմ տեսնել նոր մասնագետներ, որոնք ներգրավված են այս անասնաբուժական ուսուցման մեջ։ Մենք ընդունում ենք ուսանողներ Ստեփանավանի ագրարային քոլեջից։ Ուսանողների զգալի մասը աղջիկներ են, որը որ շատ գովելի է։ Մեր երկրում կա շուրջ 500 անասնաբուժ, որոնց կեսն ունի բարձրագույն կրթություն, մյուս կեսը միջին մասնագիտական, իսկ նրանց տարիքը հիմնականում 60-ից բարձր է։ Հետևաբար պետական քաղաքականությունն ուղղված է մասնագիտության գրավչության բարձրացմանը նոր սերնդի համար։ Բոլորս էլ տեղյակ ենք, որ ինչպիսի տեղ ունի գյուղատնտեսությունը մեր տնտեսական զարգացման մեջ, իսկ գյուղատնտեսության մեջ առանձին ճյուղ որպես անասնաբուժությունը, որը մեզ ապահովում է որակյալ եւ անվտանգ սննդամթերքով։ Իսկ ինչ է դա քաղաքականություն է, որ մենք ունենանք անասնաբուժ եւ որակյալ անասնաբուժ։ Մենք պետք է ապահովենք ֆերմայից մինչեւ պատարագաղ այդ շղթայում առողջ սննդամթերքի մատակարարումը մեր ազգաբնակչությանը։ Իսկ դրա համար պետք է ունենանք անասնաբուժների մի ինստիտուտ, որոնք միտված են աշխատելու, որոնք նվիրումով են աշխատում, որոնք պատշաճ գնահատվում են եւ իրականացնում իրենց աշխատանքը որակյալ եւ անտրտունջ։ Մեր պետությունը այս հարցերի շրջանակում շատ է կարևորում բարձրակարգ մասնագետներ, սննդամթերքի անվտանգության ապահովում, այդ պատճառով էլ շատ կարևորվում է առաջնահերթ կրթությունը, եւ կրթությունը լսարանային պայմաններում եւ կրթությունը դաշտային իրավիճակներում, այսինքն դուալ կրթություն եւ տեսություն եւ պրակտիկա, որը մեզ կօգնի արդեն իսկ բարձր պատրաստականությամբ մասնագետներ ունենալ, որը անասնաբուժության
հիմքում է։ Պետություն, կրթություն, մասնավոր հատված գործակցության արդյունքում ձևավորվում են գիտակ անասնաբուժներ, որոնք դառնում են անվտանգ սննդի, առողջ հասարակության մրցունակ արտադրանքի եւ գյուղացու կենսամակարդակի բարձրացման հիմքը։ Անասնաբուժությունը, բացի որ մասնագիտություն է, բարեգործություն էլ է ձեզ ասեմ։ Մեր օրինակ մարդիկ կան, որ մի կենթանով ընտանիք են պահում, որ գնում ես այդ կենթանին բուժում, օգնում ես իրանք, դառնում ես իրանց ամենալավ մարդը, գլխովդ պտտվում են, հարգում են։ Մեր երեխեքին ասել են, որ իրանք չեն փոշմանի այդ մասնագիտությունից, հաստատ իրանք գոհ կլեն հետո։ Մենք էլ գոհ կլենք, որ լավ փոխարինողնի ունենք։